ապրիլի 4-ն է, մոտ 2 ժամ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցում ժողովրդին ավելի շատ հայտնի քանաքեռի հեկում 2 քաղաքացի ջրահեղձ է եղել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ժամանել են նաև փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, հրամանատարի տեղակալ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս պայն արդեն տեղում հերթապահություն է իրականացնում Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հիմա տեսնում եք փրկարարները, որոնողական աշխատանքներ են կատարում, այս պայն արդեն սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակներն եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակները։ Արդեն նշեցի 2 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները ամեն անգամ նման դեպքից հետո պատասխանատու մարմինները, մասնավորապես Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը խոստանում են, որ այս հատվածը կցանցապատեն, անվտանգության այդ երկաթե ճաղավանդակներ կանեն, սակայն ամեն անգամ դեպքը լինում է, գալիս են չինովնիկները քաղաքապետարանի եւ թաղապետարանի դադարք խոստումներ են տալիս ու այդ խոստումները համարելով հիմք ժողովուրդը հիմք է ընդունում, հավատում է, որ վերջապես կանեն, բայց ոչ, հիմա տեսնում եք դարձյալ անվտանգության ոչ մի պատ չկա, իսկ ցանկալի էր, որպեսզի այս ամբողջ տարածքում ինչպես շատ երկրներում է երկաթե պաշտպանիչ պատեր տեղադրվեն։ Համայնքային ոստիկանները պարզում են այդ քաղաքացիների ինքնությունը